Բարև ձեզ, լրատվամիջոցների սիրելի ներկայացուցիչներ, բարև ձեզ սիրելի ընկերներ, գործընկերներ, աջակիցներ, նախ ուզում եմ բոլորիդ անչափ շնորհակալություն հայտնեմ աջակցության այսպիսի շռնդալից դրսևորման համար։ Իսկապես խորապես զգացված եմ եւ երախտապարտ եմ ձեզ բոլորին եւ իդեպ ձեր բոլորի աջակցությունը ես զգացել եմ նաեւ այս 2 ամիսների ընթացքում, երբ ես գտնվում էի կալանավայրում, բայց հնարավորություն կար տեսնելու այս աջակցության բոլոր գործողությունները, որոնք իսկապես անչափ ուժ, եռանդ եւ ոգևորություն են ինձ տվել։ Երկրորդը, ես անկեղծ ասած այսօր գալով ես չէի կարող կանխատեսել արդյունքը։ Չէի կարող կանխատեսել, որովհետեւ իրավական հարթության մեջ բնականաբար դատավորը ընդունել է իրավաբանության տեսակետից միակ հնարավոր որոշումը, բայց բոլորը գիտեք, որ մեր երկրում միշտ չի որ իրավունքը գործում է, ուստի նաեւ ուզում եմ հատուկ անդրադառնամ դատավորի իսկապես դրսևորած արդարամտությանը, նրան, որ նա առաջնորդվել է օրենքով, հուսով եմ եւ մյուս դատավորներն էլ իրականում օրինակ կվերցնեն դատավորից եւ իրանք եւս կառաջնորդվեն օրենքով այս որոշումներում, որովհետեւ իսկապես մեր երկրում կալանքը չպետք է լինի պատժի եւ նաեւ խոշտանգման միջոց։ Ասեմ ձեզ անկեղծ, նորմալ մարդու համար կալանքը այն կալանավայրերում, որոնք մենք ունենք, որոնք գերբնակեցված են, կեղտոտ են, հակասանիտարական են եւ այլն, դրանք խոշտանգման միջոց են նաեւ։ Այսինքն խոշտանգվել եք կալանավայրում։ Չէ, ես չեմ ասում, որ ես անձամբ խոշտանգվել եմ։ Իմ, տեսեք, ոչ թե իմ, բոլոր կալանավորների պահպանման պայմանները այդ կալանավայրերում վատ են, որովհետև իրանք գերբեռնված են, որովհետև այնտեղ հակասանիտարական վիճակ է, պատերը նեխած, խոնավության մեջ եւ այլն, չեմ ուզում շատ տարածվեմ, ուղղակի մարդ, որ մի անգամ մտնի դա տեսնի կհասկանա, որ դա ընդհանրապես կալանավորներին խոշտանգելու միջոց է, ընդհանրապես ոչ թե ինձ անձամբ։ Հիմա այսօրվա որոշումը իմ համար չի կարելի ասել, որ կանխատեսել էր։ Ես գալիս եմ այսօր պայքարը շարունակելու տրամաբանությամբ, ես չգիտեի դատարանը ինչ որոշում կընդունի, բայց նորից ուզում եմ դրվատանքս արտահայտեմ այն որոշման համար, որը դատավորը ընդունել է։ Հիմա մենք շատ հաճախ վերաբերվում ենք ազատությանը որպես ամենակարևոր հարց, բայց իմ տեսանկյունից ամենակարևոր հարցը նաև այս անհեթեթ մեղադրանքը հիմնարար հերքելն է, եւ եթե դուք ուշադրություն դարձրեցիք, ես ասացի, որ սա ուղղակի իրականության բացահայտ նենգափոխում է տեղի ունեցել եւ դատախազը պարզապես չպետք է ստորագրեր այսպիսի մեղադրական եզրակացություն։ Այն որ նա ստորագրում են այսպիսի մեղադրական եզրակացություն եւ գայս են, դա նրանով օրինակ անհույս փորձում են կարճել քաղաքական հետապնդումը շարունակելու իրենց այսպես ասած հիվանդագին տրամաբանությունից եւ այդ տրամաբանությունը գնում է դուք գիտեք ումից այն մարդուց, որ երեք տալիս էր մամուլի ասուլից եւ բողոքում էր մեր դատական համակարգից։ Ազատության մեջ դեր հաջող։ Ազատության մեջ իմ հաջորդ քայլերը իմ աջակիցներին մոտենալ եւ ողջունելն է, բնականաբար այս մեղադրանքը քարի վրա չթողելն է, քարի վրա։ Բայց նաեւ պետք է ասել հետեւյալը, ես 2 ամիս բացակայել եմ իմ բնականon գործունեությունից, իմ գործընկերներից, իմ համախոհներից, իմ աջակիցների հետ աշխատանքից, հաջորդ բանը տարածել մի 2 րոպե հանգստանալուց եւ ուշքի գալուց հետո բնականաբար նաեւ ընտանիքից վերադառնալը այն ամեն ինչին, ինչ մեր կյանքն է, մեր կներեք գործունեությունն է, մեր պայքարն է եւ ինչի համար մենք իրականում նաեւ այս ամբողջ բեռը մեր վրա տանում ենք։ Պարոն Չալոբյան, նայեք, մինչ դուք կալանավայրում էիք, ազգային ժողովը մեկնարկեց իր աշխատանքները, ձեր աջակցած ուժն էլ այնտեղ է, ինչպես եք այս ընթացքում, եթե հասցրել եք հետևել, գնահատում ընդդիմության աշխատանքը խորհրդարանում եւ արդյոք ընդդիմությունը կկարողանա այս անգամ դիմակայել այն դրվագներին, այն անարդարություններին, որոնց մասին դուք եք բարձրացել։ Ես անկեղծ ասած կարծում եմ, որ մեր նաեւ իմ անձնական բացակայությունը այդտեղ որոշակի բացական դեր է ունեցել եւ պատական չի իմիջալուց, որ այս իշխանությունը փորձել է գլխատել ընդդիմության տարբեր համառ, անսասան, անվեհեր ղեկավարների, մենակ իմ մասին չխոսքը։ Դուք գիտեք, ասենք Թևանյանն է, Ծառուկյանն է եւ այլն։ Ես կարծում եմ ընդդիմությունը պետք է շարքեր ինչ-որ իմաստով միավորի, որպեսզի կարողանա այն դեմագոգիայի հեղեղը պարզապես, որ լցվում է քաղաքացիական պայմանագրից, ամեն օր մեր ժողովրդի ականջները այդ դեմագոգիայի հեղեղին դիմագրավել։ Երբ որ մարդիկ փորձում են մեզ մեղադրել նրա մեջ, որ մենք օրինակ հակաթուրք ենք։ Ասենք երբեք պատմության մեջ չեն մեղադրել, չէ, հային, որ ինքը հակաթուրք է, որտեղ բնական է, որ եթե մեկը քեզ կոտորել է, դու իր նկատմամբ որոշակի բան պետք է ունենաս, չէ, վերապահում։ Հիմա ազգային ժողովում քաղաքացիական պայմանագրի կարկառուն դեմքեր դուրս են գալի ընդդիմությանը մեղադրում են նրա մեջ, որ իրանք
տեսնում եք հակաթուրք են, չեն սիրում թուրքերին, կամ ինչպես կարելի է չճանաչել Արցախ-Ադրբեջանի կազմում, դե մենք ճանաչել ենք, դուք ո՞նց չեք ճանաչում, ես ուզում եմ առիթից օգտվեմ եւ ասեմ ՔՊ-ի բոլոր, այսպես ասած, կարգառուներին, չենք ճանաչում Արցախ-Ադրբեջանի կազմում, չենք ճանաչում ու չենք ճանաչելու եւ ավելին ամեն ինչ անելու ենք, որ մի օր մեր արցախցի հայրենակիցները վերադառնան իրանց հայրենիք, արժանապատիվ եւ անվտանգ կյանքով ապրեն իրանց հայրենիքում։ Այդ իմ պատասխանն է ձեր հարցին։ Լավ։ Անոնց հնչեց երեք ձեր ուշած անձի ճեպազրույցի ժամանակ կառավարության նիստից հետո, որը նշեց անկլավները, ակնհայտ է, որ Տիգրանաշենը Քյարքի անվանեց եւ այլն, որ դրանք պետք է հանձնվեն տան։ Հիմա ընդդիմությունը եւ ներսում ազգային ժողովից եւ դրսում ինչ պետք է անի, դուք եք փաստորեն ազատության մեջ։ Չպետք է թույլ տանք։ Պետք է հասկանալ հետեւյալը, նախ այդ անկլավները ոչ մի անկլավ չեն։ Հայաստանի Հանրապետությունը, երբ որ անդամակցել է Խորհրդային Միությանը, դա Հայաստանի Հանրապետության տարածքներն են եղել, ապօրինի փաստաթղթերով են դրանք հանձնվել Ադրբեջանին, չկա որևէ օրինական փաստաթուղթ, որը հաստատում է այդ անկլավների հանձնումը Ադրբեջանին, եւ պետք է ամեն ինչ անել, որպեսզի դա տեղի չունենա, որովհետեւ դա Հայաստանի անդամահատման շատ կարճ ճանապարհ է։ Հայաստանի կենտրոնական մասը Սյունիքից եւ Վայոց ձորից կտրելու շատ կարճ ճանապարհ է։ Պետք է դա թույլ չտալ։ Եկեք այսօր դրանով սահմանափակվեմ, էլի հաշվի առեք, որ 2 ամիս այնուամենայնիվ եղել են բանից դուրս շրջապել։ Շնորհակալություն։